դասարան մնաց, այս գտնոշն է, որ հայտարարում էր ինչ-որ մեկը ստում են կարմիր մազերով հագինը։ Դուք տեղական ժամանակ նիստերին չեք Քրիստինե ջան, շատ լավ գիտեք։ Որոշումը պետք է թուրքերին լարեն Հայաստանից, չէ՞։ Չլարեն, չջարդեն դրանց գոտերն ու գրուպները։ Այդ պայմանական եմ ասում, ֆիզիկապես ես իրենց չեմ խփնի։ Ընդդիմություն է քաղաքային իշխանությունների մեղադրում են Խալանի կոռուպցիայի համար, բայց իրանք էլ ասում են մենք այս ամենը անում ենք քաղաքը բարելավելու նպատակով։ Դե կներեք, եթե ես նոր օրինակը բերեցի, չէ՞, եթե Երևանից մինչև Գյումրի 120 կիլոմետրը արժե 1000 դրամ, այդ Երևանի մեջ ո՞նց է այդ ուղևորը փոխադրումը կազմում 300 դրամ, դա թալան չէ։ Ձեր գույքը ինչքան է։ Ինչքան եք ամեն բարձրացրել, թալան չէ։ Ձեր գույքը ինչ է, նոր թարմացված գույք է, նոր եք ձեռք բերել։ Ընդհանրապես պետք է նվազեր, բայց թանկացրել են, չէ՞, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հստակ թալան։ Մենակ դա չէ, աղբահանությունից ենք խոսում։ Աղբը դա արտադրություն է, արտադրանք է։ Այսինքն, եթե դու չունես վերամշակման գործարան, իրանք միան զբաղվում են աղբի տեղափոխմամբ։ Ոչ թե աղբահանությամբ, կամ աղբի վերամշակման։ Վաղուց պետք է քաղաքային տնտեսությունը ունենար աղբի մշակման գործարան։ Տիկին Պոստանջյան, Փաշինյանը ասում Թալան է, այդքան է։ Փաշինյանն ասում է, այո, մենք բյուջե ենք լցնում եւ դա ինչ-որ վատ բան չէ։ Բաներն են լցնում։ Չեք հասկանում, այս աշխատավարձներն ու չգիտեմ ինչերը ինչքան են կազմում սրանց։ Բա իրենց ոյաժները, բա իրենց սպասարկող մեքենաները, մենք եկեք հաշվենք այս 7 տարվա մեջ ով ինչ է ձեռք բերել։ Գույքը մի հատ գնանք ուսումնասիրենք այս մարդկանց։ Հավաքանը օրակարգային հարցերից դուրս այսօր ազգային ժողովում ցեղասպանության շղթման հարցն էր, հա, ընդդիմությունը բերել, բայց այն շատ վատ ընդունեց ԿՊ-ն, այսպես մեծ աղմուկ բարձրացավ, ծեծ կրտուկ սկսեց։ Դե որտեղ ցեղասպաններ են։ Նույն Էրդողանի հետնորդներն են, քեմալականների հետնորդներն են, ցեղասպաններ են, բա ինչ եք ուզում։ Հենց դրա մեջ ենք մենք իրենց մեղադրում։ Հայրենազրկուն ցեղասպանություն։ Հայրենազրկեցին 12000 քառակուսի կիլոմետր տարածքը ինչ ա եղել։ Հայրենիքը ինչ ա մնացել, այնտեղ ինչ են կառուցում հիմա։ Ոնց են հիմնահատակ քանդում Ստեփանակերտի փողոցները։ Թումանյան փողոցը քանդել են այդ հնությունները, մեր պատկերները։ Քանի եկեղեցի են հանձնել ցեղասպանները։ Այսօր մեկն էլ ստեղից ցիտում էր, չգիտեմ ով էր դա։ Դեպի Արարատում հետ եք գնալու, հայերով են գնալու դեպի Արարատ, այ թուրք։ Եվ դե մեղադրեց ձեզ Վարդանիկի հետ համագործակցելու Շատ, թո չմեղադրի, մենք լավ ենք անում, ում հետ ուզում ենք համագործակցում ենք անում մեր ազգային ծրագրերի։ Ոչ թե ուզում ենք, այլ նաև պարտավորված ենք, որպեսզի համագործակցենք հանուն ազգային ծրագրի, բա թուրքերի հետ համագործակցենք։ Թուրք բերեք լցնենք Հայաստանը։ Հենա լցրեցին 12000 քառակուսի կիլոմետրի մեջ, քանի թուրք են բերել, հիմնահատակ քանդում են։ Թուրքերի հետ են ուզում համագործակցել, մենք չենք ուզում թուրքերի հետ համագործակցենք։ Թուրքը պետք է պատասխան տա մեր հայրենազրկելու համար, մեր պապերի արունը թափելու համար։ Մենք ո՞նց ենք այստեղ հիմա ապրում, մենք այստեղ չպետք է ծնվեինք։ Մի հատ թուրք են սրբազանին էր կպնում։ Անառակ այլանդակ։ Դու ով ես, որ հայ առաքելական եկեղեցու սպասավորին անուն տաս։ Անում էր տերտեր։ Դու ով ես այ անառակ։ Դե արի ու մի ասա, այ անառակներ, անբարոներ։ Այս իշխանությունը խոսում է խաղաղություն հաստատելու։ Ինչ խաղաղություն, անառակները, եթե մեր եկեղեցուն են այսօր անվանարկում, այսրանք ովքեր են խաղաղությունից կարան խոսեն։ Այս գազանները, որ կոռուպցիայի մեջ ոտից գլուխ թաթախված են, կարող են ինչ-որ բարոյականությունից խոսեն։ Չի երևում, որ կոռուպցիա է, 20 քանի հարցից քանիսն էին զեկուցել, ոչ մեկը, երկու հարցել է, մեկն էլ հազիվ ենք մցրել, հեսա մյուս հարցին է փախուստի են դիմելու, բարս չի ձեզ համար, ով անունը դնում են բոյկոտ, դե արի մի ասայի համբալ, ինչ բոյկոտ, այ ձեր շեֆի հոր բարերն եմ օգտագործում, որ համբալների մասնագետն է, Նիստը վարողը պարտավոր է բարել, ոչ թե բոյկոտել, պարտականություն ունի, դրա համար է գումար աստանում։ Համբալներին հավաքել են, բերել են, լցրել են, իրեն թե հետա։ Ում հետ են գնալու դեպի Արարատ։ Համբալներ, հայերով են գնալու դեպի Արարատ, ոչ թե ձեր նման համբալներով, որ Արցախ անցնեցին։ Լկտիներ, հլը դուք եք խոսում։
Երևանը ապականեցիք այ գազաներ 7 տարվա ընթացքում ինչ եք արել։ Ոնց է կոռեկտը ո՞րն է։ Կոռեկտը ինը որ հայ առաքելական եկեղեցու չեն անպատում։ Ձերքը չէ։ Էսե արդար ձերքա, մաքուր ձերքա, ձեր նման կեղտոտ կոռումպացված կեղտոտ ձերք չի։ Որ սեղմի քանդի երկիրը եւ փուլքավետ որոշումներ կայացնի։ Իշկան ես որպես կին եմ մայր եմ խնդրում ասում խնդրում եմ հորդորեք բարեր կա սենոց որ բարեր չի շատի ես է քաղաքական որևիցե հավաքանում ասում բան չեմ խոսում կտամենը խոսում են չվերաբերում է կնոջը Կներեք ինչ հետ ես բարկացրել Ես խնդրում հանգիստ թողեք էլ ինձ Բայց գորգորում եք քիչ առաջ Ինձի հանգիստ թողեք Ես խնդրեցի մի նկարեք ինձ խնդրում դուք լսում եք Առաջի դասարանում մնացած Այս մեկն է ասողը, անպատ խոսքերը հայ առաքելական եկեղեցու նկատում են։ Այո, մենք չկպնեք ինձ, ձեր ձերները հետ քաշեք և չհամարձակվեք մյուս անգամ քիչեք։ Դե ես ասեցի ձեզ, ձեզ կորեք պայի, քեզ ասեցի էլ ամեն ձեր։ Տղաճա, երիտասարդ։ Ասի միրոպեն
Արեք Խաչատրյանը ներմած է երևի իրար, կողեցին դրանից։